Ինչու է զույգերի համար փողը հաճախ դառնում կոնֆլիկտի իրական պատճառ։ Զույգերի միջև կոնֆլիկտները հազվադեպ են լինում բուն փողի կամ հաշվի թվերի պատճառով։ Փողն ուղղակի մերկացնում է երկու տարբեր աշխարհների ու դաստիարակությունների բախումը։ Երբ դուք վիճում եք չպլանավորված ծախսի կամ անհասկանալի գնման համար, իրականում դուք վիճում եք սեփական վախերի ու արժեքների շուրջ։ Մեկի համար փողն առաջին հերթին անվտանգություն է ու կայունություն, իսկ մյուսի համար ազատություն ու կյանքից հաճույք ստանալու միջոց։ Երբ անվտանգություն փնտրողը տեսնում է, թե ինչպես է ազատություն սիրողը ծախսում գումարը, նրա ուղեղը դա ընկալում է որպես սպառնալիք իրենց ապագային, իսկ մյուս կողմին թվում է, թե իրեն փորձում են սահմանափակել ու վերահսկել։ Փողի շուրջ վեճերի հետևում հաճախ թաքնված է նաև իշխանության ու գնահատված լինելու հարցը, հատկապես երբ զույգերից մեկն ավելի շատ է վաստակում։ Իմ փողն է կամ ես ավելի շատ եմ աշխատում չասված խոսքերը սկսում են կամաց-կամաց քանդել հավասարությունը։ Արդյունքում փողի շուրջ կռիվները երբեք ծախսված գումարի չափի մասին չեն։ Դրանք այն մասին են, թե որքանով եք պատրաստ ընդունել դիմացինի վախերն ու միասին սահմանել անվտանգության ու ազատության ձեր ընդհանուր կանոնները։ Հետևիր էջին փողի հոգեբանությունը հասկանալու համար։